Հայկական խոհանոցը մեր գաստրոքարտեզի վրա շատ զբոսաշրջիկների է հրավիրում Հայաստան, որպեսզի գան ու բացահայտեն, բայց դե ամեն ինչ չէ, որ կարող են գալ ու բացահայտել, որովհետև կարող են նաև իրենց մոտ սպառել հայկական արտադրանք, գնել այնպիսի պրոդուկտներ, ապրանքներ, որոնց հետևում գրված է արտադրված է Հայաստանում, եւ թե ինչպիսի նորություններ կան արտադրողների համար մեծ շուկա դուրս գալու, մասնավորապես ամերիկյան, եվրոպական, կիմանանք հենց հիմա։ Այո, ես շտապ եմ ներկայացնել մեր այսօրվա հյուրին։ Մարիամ Մանուկյան, միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ ձեր առավոտը սկսում եք մեզ հետ, այն էլ այսպիսի կարևոր եւ հետաքրքիր թեմայով։ Շնորհակալ եմ ձեզ հյուրընկալության համար, միշտ շատ կարևոր է առավոտը սկսել առավոտ լուսոյի հետ, մեկ բաժակ թեյ կամ սուրճ ըմպելով, ծանոթանալով առօրյա կարևոր նորություններին, տրամադրություն, լավ հյուրեր, նաև ձեր հրաշալի ժպիտները վայելելու հնարավորություն ունենք։ Շնորհակալ ենք անչափ ջերմ խոսքերի համար։ Տիկին Մանուկյան, ինչպիսին է այսօր հայկական բիզնեսի պատրաստվածությունը միջազգային շուկաներ դուրս գալու համար։ Վերջին 10 տարիների ընթացքում շատ մեծ աշխատանք իրականացվեց պետական, ոչ պետական, տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք բրենդավորման, արտադրանքի վերլուծության, զարգացման, դրանց կոնտենտի ձևավորման մեծ աշխատանքներ իրականացրեցին եւ ներկայացրեցին հայկական արտադրողին գրագետ որակյալ ապրանք ներկայացնելու պահանջը աշխարհում եւ վերջին շրջանում մեր կառույցը միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը շատ մեծ դերակատարում ունեցավ եվրոպական երկրներ, ամերիկյան երկրներ դուրս գալու ուղղությամբ։ Անշուշտ ուսումնասիրելով ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերները վերջին 5, 6, 8 տարիների ընթացքում հասկացանք, որ Հայաստանին պետք է դիվերսիֆիկացվել, դուրս գալ նոր շուկաներ, գտնել նոր գործընկերներ, չսահմանափակվել միայն միակողմանի շուկաների հնարավորությունով եւ դրա հետ կապված սկսեցինք տանել աշխատանքներ եվրոպական գործընկերների հետ, ամերիկյան գործընկերների հետ, իրականացրեցինք միջազգային ցուցահանդեսներ, համաժողովներ, B2B-ներ, նետվորքներ այդ երկրներում, մասնավորապես Միացյալ Նահանգներ, հայկական մաս, Կալիֆոռնիա եւ այլն։ Եվ դրա շրջանակներում բավականին մեծացավ տենդենսը։ Ընդհուպ ոչ միայն հայկական ցանցեր Միացյալ Նահանգների, չէ, որ այնտեղ կան հայկական ծագում ունեցող խանութների ցանցեր, այլ նաև միջազգային ցանցեր, որը հնարավորություն է տալիս հպարտորեն ասել, որ հայկական Made in Armenian ներկայացված է այդ ցանցերում։ Անշուշտ հայկական ապրանքները այժմ ունեն միջազգային որակավորում, Եվրոսերտիֆիկացում, FDA սերտիֆիկացում եւ մենք օգնում ենք, աջակցում ենք տեղական շահառուներին, գործարարներին, նրանք նույնիսկ ովքեր նոր են սկսել իրենց գործունեությունը, տալիս ենք խորհրդատվություն, աջակցում ենք, ուսումնասիրում ենք արտադրանքը, այցելություններ ենք ունենում արտադրամասեր, ուղղորդում ենք նրանց, որպեսզի նրանք ճիշտ փաթեթավորում ունենան, սկսեն իրենց լիցենզավորման աշխատանքից, այնուհետև նոր մասնակցեն միջազգային կոնֆերանսներին, ցուցահանդեսներին եւ դրա շրջանակներում մեծացնեն արտահանումները։ Եվ վերջերս վերադարձանք եվրոպական մի քանի երկրներից, որտեղ հրաշալի ընդունելության արժանացանք։ Անշուշտ այս այցելություններն են քեզ ստիպում հասկանալ, որ դու ճիշտ տեղում ես եւ հայկական արտադրանքը պետք է տեղ գտնի միջազգային եվրոպական ցանցերում։ Հայկական արտադրանքը իսկապես գովեստի բացարձակ խոսքեր է ստանում միջազգային շուկայից, բայց ինչպիսին է ընդհանուր դիմագիծը հայկական արտադրանքի, ինչով ենք մենք հիմա ներկայանում աշխարհին։ Շատ կարևոր հարց բարձրացրեցիք, օրինակ, եթե շվեյցարիան ներկայանում էր շվեյցարական ժամացույցներով, բելգիական շոկոլադներով, երկիրը բրենդավորում է արտադրանքը, հիմա մեզ մոտ էլ բավականին լուրջ աշխատանք է տարվում բրենդավորելու հատուկ ապրանքներ, որտեղ Հայաստանը այդ ապրանքանիշերով հանդես կգա կամ այդ ոլորտի արտադրանքով, մասնավորապես գինեգործությունը, գինու հիմնադրամը, հանձինս մեր շատ լավ գործընկեր Զարուհին մեծ աշխատանք իրականացրեց, ներդրեց գինու ոլորտի զարգացման ուղղությամբ եւ այսօր ակնհայտ է եվրոպական երկրների, նույնիսկ մրցակից երկրների պահանջարկը եւ վստահությունը հայկական գինու նկատմամբ, դա մեծ
ահռելի աշխատանք է եւ խոնարհման ու գովեստի, բայց ունենք նաեւ ճիր եւ շոկոլադ արտադրող ընկերություններ, որոնք շատ ուրույն բրենդավորման նիշի տակ են եւ վստահ եմ, որ դրանք եւս իրենց հատուկ տեղը կգտնեն աշխարհում ճանաչելիություն ունենալու ուղղությամբ, բայց եթե սննդակարգից դուրս գանք, այսօր ունենք շատ հայտնի բրենդներ տեքստիլ ոլորտում, այդ թվում նաև թեթև արդյունաբերության, կոշիկի, պայուսակի, ինչու՞ չէ նաև ժամացույցների, որտեղ հայկական ընկերությունները ցուցահանդեսներին մեծ զարմանք են առաջացնում, այդչափ որակյալ եւ այդչափ պահանջարկ ունեցող, անշուշտ գնային եւ լոգիստիկ առումով Հայաստանը դեռևս մի փոքր կաղում է, բայց ես վստահ եմ, որ լաքշերի հատվածում անշուշտ մենք մեծ տեղ ունենք։ Շատ լավ։ Իսկ ամերիկյան եւ եվրոպական շուկաների տարբերությունը շատ է եւ դժվարությունները դրանց եւ պահանջարկները շատ են, թե բոլորը մի ուղղությամբ գնում են ուղղակի։ Եթե ամերիկյան եւ եվրոպականը հաշվի առնենք, որ համային քիմքի գնողունակության առումով բավականին տարբեր են, այդ թվում նաև մեծածախ գնումների տեսանկյունից, օրինակ եվրոպացիները նախընտրում են մանրածախ գնման մշակույթը ընկալել, Միացյալ Նահանգների գնորդները ավելի շատ մեծաքանակ եւ գնային սեգմենտի վրա են, եթե մեծածախ քանակի վրա են ուշադրություն դարձնում, բայց պիտի նշենք, որ այսօր հայկական շատ բրենդներ, հայկական շատ սնունդ ներկայացնող արտադրանք նաև ներկայացված է ամերիկյան եւ եվրոպական Միշլեն խոհանոցների ցանցերում, ինչը շատ մեծ հպարտություն է եւ դրա մասին բազմիցս պիտի խոսենք, արձագանքենք, ներկայացնենք, որպեսզի շատ ավելի մեծացնենք ճանաչելիությունը։ Արդյոք Սփյուռքը մեծ դեր ունի այս գործում, որովհետև գիտենք, թե Միացյալ Նահանգներում, թե եվրոպական երկրներում որքան մեծ են հայ համայնքները եւ ինչպիսի ազդեցություն ունեն նաեւ սպառման ոլորտի վրա։ Եվրոպայում ոչ, բայց Միացյալ Նահանգներում այո, շատ մեծ դերակատարում ունի Սփյուռքը եւ մասնավորապես Կալիֆոռնիա ափի շրջակայքում տեղակայված հայկական ցանցերը ողողված են հայկական գրեթե բոլոր արտադրանքներով եւ դա մեծ մրցակցություն է առաջացնում, ինչպես նաև որոշակի խնդիր սպառողականության տեսանկյունից, որովհետև շատ հաճախ մատակարարները հավուր պատշաճի չեն ներկայացնում, մարքեթինգային աշխատանք չեն իրականացնում եւ անշուշտ արտահանող ընկերությունը կամ արտադրող ընկերությունը դժգոհություն ունի քիչ սպառման եւ քիչ արտահանման ուղղությամբ։ Այս տեսանկյունից մենք բավականին մեծ աշխատանք ունենք անելու եւ չկենտրոնանալու հայկական քիմքի կամ հայկական ցանցերի վրա։ Անշուշտ մենք ունենք այդ հնարավորությունները հայկական արտադրանքը ներկայացնել միջազգային ցանցերում, ինչպիսին օրինակ Walmart-ն է, Costco-ն է, Target-ն է, բայց այստեղ կա եւս մեկ խնդիր, մենք չենք կարողանում փոքր շուկա լինելով մեծ մատակարարման ցիկլ ապահովել, ինչը նաեւ խոչընդոտում է տեղական արտադրանքը այդ ցանցերում ներկայացված լինելու մասով եւ հիմա մեր կառույցը ներկայացրել է մի նախագիծ, որը միասնական արտադրանքի արտահանման կոնցեպտն է ներկայացնելու եւ ազգային պահեստը, որը տեղակայված է լինելու Միացյալ Նահանգներում։ Սա մի քանի կարևոր կոմպոնենտ ունի։ Ընկերությունները, որոնք կարող են on-line վաճառք անել անմիջապես հայկական պահեստից, ընկերությունները կարող են նաեւ այդ on-line վաճառքի արդյունքում հնարավոր արտադրանքի ծավալի վաճառքի մեծածավալ վաճառք իրականացնել եւ անշուշտ ընկերությունները կարող են նաեւ հենց պահեստից իրենց վաճառք անել ուղիղ ցանցերի հետ։ Աջակցում ենք եւ բոլոր ընկերությունները, որոնք ունեն արտադրանք, որոնք հետաքրքրված են Միացյալ Նահանգներ, Եվրոպա կան շուկա դուրս գալու համար, մենք համաֆինանսավորում ենք եւ օգնում ենք, որպեսզի հայկական փոքր միջին միկրոընկերությունները եւս տեղ ունենան այդ շուկաներում։ Շատ լավ։ Իսկապես շատ կարևոր գործունեություն եք ծավալում, հատկապես հայկական արտադրանքը ամբողջ աշխարհում հայտնի դարձնելու համար եւ եթե դուք էլ ունեք ձեր բիզնեսը, արտադրությունը, ստեղծում եք հայկական ապրանքներ, ապա կարող եք չվախենալ եւ հստակ քայլերով, իհարկե աջակցությամբ նաեւ ձեր առաջ շարժվեն, որպեսզի թե Միացյալ Նահանգներում, թե Եվրոպայում ապրող մարդիկ եւ հուսանք, որ այս աշխարհագրությունն էլ շատ շուտով էլի կմեծանա ու կներկայացնենք հայկական արտադրանքը հպարտությամբ
ամպ աշխարհին պատմելով, որ այո, կարող է ապրանքը լինել եւ որակյալ եւ սննդի դեպքում անմահական արևահամ։ Շնորհակալ ենք, որ օրը սկսեցիք մեզ հետ ու այս կարևոր թեմայից մենք զրուցեցինք, բայց շատ կարճ գնալով դեպի ամփոփում, ինչ Ես հույս ունեմ, որ մենք էլի կհանդիպենք, որովհետև մեր ժամանակը իսկապես հարցերը կթողնենք մեր հաջորդ հանդիպմանը, մեզ հաշված վայրկյաններ է մնացել, որպեսզի մեր հեռուստադիտողների հետ վայելենք օրվա լրահոսը։ Ծանոթանանք եւ վերադառնանք, շնորհակալ ենք Անչափ։